2016 թվականի պետական բյուջեն հիմնված է լինելու իրատեսականության և կայունության վրա, ազգային ժողովում հայտարարեց վարչապետը, ավելացնելով, որ եկող տարվա բյուջեն ևս լինելու է սոցիալական ուղղվածության, թեև աշխատավարձերն ու թոշակները չեն ավելանալու։ Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ։ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը անընդունելի է համարում, որ եկող տարվա բյուջեի հիմքում տնտեսական աճի պարտվողական ցուցանիշը 2,2%, համախառն ներքին արդյունքի իրական աճ։ Ըստ նրա, միայն 7% տնտեսական աճի պարագայում հնարավոր կլինի կանխել աշխատուժի արտագաղթը։ Աճեցեք տնտեսությունը։ Եվ մենք հիմարն որ եթե ճար չունի մնում հանրապետության սահմանում կներեք ինձ հետ միասին բոլորդ։ Պետական բյուջեև նախատեսված է նաև խթանել ծնելիությունը, օրինաց Երկիր կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը առաջարկեց կրկնապատկել 3 եւ ավելի երեխաներին տրվող գումարները, որը օրգանապես կապված կլինի ծնելիության հետ, եւ դա է կարծես պատճառներից մեկը, որ ծնողները գնում են այդ քայլին, որպեսզի երեխաներ ունենան։ Ասենք 100,000 դրամ ավելացնենք երեխայի տրվող նպաստները, երեխան ծնվող երեխաների թիվը դες միանգամից կավելանա։ Իսկ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զորաբյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարից հետաքրքրվեց, ինչ խնդրով են դիմում մարդիկ 911 ծառայությանը, երբ նշվում է, թե 4-ից 5,000 ահազանգ է եղել։ Այսպիսի դեպք կա լինում, որ 89 տարեկան տղամարդը զանգ է տալիս, ասում է պետք է գաք պամպերսս փոխեք։ Էլ չեմ ասում, որ երեխան կարող է զանգ տաս, եկեք մաթեմատիկայի խնդիրը լուծեք։ Իդեպ 2016 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 373,7 միլիարդ 700 միլիոն դրամ, եկամուտները 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, դեֆիցիտը 190 միլիարդ դրամ, իսկ պետական պարտքը կանխատեսվում է, որ տարեվերջին կմոտենա 50%-ի ռիսկային շեմին։